Երիտասարդ դերասանուհի Էմմա Մկրտչյանն այս շրջանում Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի դերասանական կազմում է, որտեղ մարմնավորում է Լիլիթին։ Նրա կերպարը բացասական է, սակայն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից։ Բնականաբար, հեռուստադիտողները պետք է տարբերակեն կերպարն ու դերասանին և խուսափեն անձնական վիրավորանքներ գրելուց։ Նշենք, որ Էմմա Մկրտչյանն այնքան լավ է մարմնավորում իր կերպարը, որ հեռուստադիտողներին կարողացել է համոզել բացասական կերպարի մասին։ Էմմա Մկրտչյանի կյանքում աշխատանքային բուռն շրջան է։ Դրամատիկական թատրոնի դերասանուհին այս շրջանում նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում հանդես գալիս ներկայացումներում։ Դերասանուհին իր նախորդ հարցազրույցներից մեկում նշել է, որ որոշել էր լացող աղջկա կերպարներ չմարմնավորել հեռուստատեսային նախագծերի հարցում դեռ մեկ սկզբունք ունեմ՝ անկողնային բաց տեսարաններում չեմ նկարահանվի։ Նա կարծում է, որ իրեն հայտնիություն է բերել կինստագրամ սիթքոմը, ինձ համար ամենադժվարն ու պատասխանատուն եղել է Դեբեդի գաղտնիքը հեռուստադրամայում Արաքսի կերպարը, նրա առաջին գլխավոր դերն է եղել։ Նշենք, որ սա առաջին համագործակցությունը չէ Դիանա Գրիգորյանի և Էմմա Մկրտչյանի միջև, նա նկարահանվել է Դիանա Գրիգորյանի այլ նախագծերում ևս, որոնցից մեկն էր «Երդում» հեռուստասերիալը։ Դերասանուհին նշում է նաև, որ թատրոնն իրեն ավելի հոգեհարազատ է, քանզի կենդանի շփում է լինում հանդիսատեսի հետ, սակայն ես սիրում եմ նաև տեսախցիկի հետ աշխատանքը, դա ևս բարդ պրոցես է, որքան տարբեր լինի խաղացանկդ, այնքան ավելի շատ հնարավոր կլինի աշխատել ստեղծածդ կերպարի վրա։ Պետք է անել ամեն բան, որպեսզի շտամպ չդառնաս, այլ ամեն անգամ նորովի ներկայանաս հանդիսատես հեռուստադիտողին, իսկ լավագույն դերերն առջևում են, հուսով եմ։ Դերասանուհին չի խուսափում տարբեր ժանրերում և կերպարներում հանդես գալ և ասում է՝ հեռուստադիտողն արդեն տեսել է ինձ և դրամայում, և կատակերգությունում, հիմա կցանկանայի մարմնավորել բացասական կերպար, միշտ երազել եմ խաղալ հակահերոս, ահա և «Վերջին զանգը» հեռուստասերիալում կարծեք թե նրա երազանքը կատարվել է և դերասանուհին հանդես է գալիս բացասական կերպարով։ Շատ են դեպքերը, երբ մարդիկ ընտրում են դերասանի մասնագիտությունը դեմ գնալով ընտանիքին, բայց Էմմայի դեպքում ամեն ինչ այլ է։ Ծնողները նկատել են իրենց երեխայի տաղանդն ու որոշել աջակցել նրան երազանքին հասնելու ճանապարհին։ Ծնողներիս ցանկությունն է եղել տեսնել ինձ մեծ բեմում, նրանք ամեն բան արել են, որ տեղափոխվենք քաղաք, ընդունվեմ թատերական ստուդիա, այդպես էլ եղել է, փոքր տարիքից բեմում լինելը ինձ տվեց մեծ սեր մասնագիտությանս հանդեպ։ Էմման շատ է սիրում իր մասնագիտությունն ու իր կյանքն առանց դրա չի պատկերացնում, բայց գիտակցում է, որ կյանքում կա մի երևույթ, հանուն որի ինքը պատրաստ կլինի որոշ ժամանակով հրաժարվել կարիերայից։ Եթե խոսքը կարիերայիցս որոշ ժամանակով հրաժարվելու մասին է, դրա պատճառը կարող է լինել տարբեր անձնական կյանքին վերաբերվող հարցեր, իսկ այնպես չեմ պատկերացնում մի բան, որը կարող է ստիպել ինձ հրաժարվել արվեստից, չես կարող ձկանը ստիպել թռչել, իսկ թռչունին խաբել գեղեցիկ օվկիանոսով, որքան էլ վերջինս սիրի ջուրը, նրա առաքելությունը թռչելն է։ Հարցին, թե ինչն է իրենից ամենից շատ դուր գալիս իր մասնագիտության մեջ, Էմման պատասխանել է՝ իմ մասնագիտության մեջ ինձ դուր է գալիս հոգիներ բուժելը, եթե հանդիսատեսը գալիս է թատրոն և 2 ժամ կտրվում առօրյա հոգսերից տեղափոխվում այլ իրականություն, ուրեմն մենք երջանիկ ենք և իհարկե ինձ դուր է գալիս, երբ լինելով դերասան կարող ենք մարմնավորել այլ մասնագիտությունների տեր, այլ ազգությունների մարդկանց, միայն դերասանը կարող է ժամանակավոր դառնալ բժիշկ, երաժիշտ, պարող և այլն։ Վախեցեք, նկարահանում ասում։ Վերջապես ես տանն եմ, բայց դուս տելն եմ, որովհետև ասոր էլի խաղում եմ ներկայացում, այ քեզ հարսնիկ ներկայացումն է, լաթարում, ասոր ու էկվան խաղամ կը, բոլոր տոմսերն արդեն սպարված են։ Ինչի կզրծիմ էլի ախրկելագու լիզվով, որովհետև սա զապրոսներ, սա նոր մասին էր, թե գյումերվա բարբարա, թե ախրկելագի, ես կսեմ ուրատոնք շատ նման բարբարներ եմ, բայց չէ, ես ախրկելագցի եմ, զրծիմ գմեր գեղին լիզվով, մերենեցի եմ ավելի կոնկրետ, մեմա, սաղ իրենց հարգող ախրկելագցի գարել էին որ կոճղեզ էր, ոչ թե քիլիլ, կարևորն անիգեր, որ անունը չի դեի լավ, բայց գիդեի արդի կուտելու բան է, հա, ուտելու բան էր։ Քեսեն դուս եկա երթամ ինձի լավ ներկայացում վևարոր քադի աշելու ձեզի լավ ժամանց կցանկանամ։ Շնորհակալություն օր հետս եք։
Աբրիկ սիրեմ գսաղուտ։ Խնդրում եմ մի հատ էս նայեք։ Իմ հիշելովս էսի քիլիլի ծաղիկ էր, քիլիլ կա այստեղ ժողվեին, բայց այստեղ քիլիլ չեմ տեսնի։ Բայց դաժե եթե քիլիլի ծաղիկ չէր, ինչ որ բան շփոթեմ գա, ուրեմն ասեմ, որ այսիկ հաստատ կուդվի։ Ես կերել եմ վախտում։ Բայց անունն ինչ էր իսօր չիտեմ։ Տղաք ամեն ինչ ուտելու էր, մեր գեղազգնաս գտի օլիքը կաջան կա այստեղ, բան կա գազուգազման։ В общем, հասկնակ ինչ կուզեիս էլ։ Օֆ, կորոցո։ Նկարահանումս ավարտվեց եւ ես ընկերներիս հետ եկել եմ հիմա Ծաղկաձորով ֆոտոթվելու, ուստեղ շատ հավես մի հատ ոչ թե կեչարիսը, այլ այսպիսի վանք ենք տեսել, եկանք դրա մոտ, բայց ուզում եմ շարունակել առավոտվա կոնտենտը ու այս շիշկան կոնը ցույց տալ ու ասել ախալքալակում սրան ասում են ղաղալոզ։ Գիտեիք։ Ղաղալոզ։ Էլի։ Իխսկով։ Արդեն դարձա Լիլիթ։ Երկու տեսան նկարվել եմ, բայց այս թորին ուրիշ բանի մասին է։ Կուզեմ հետ ներծրցի մախելքալոգու լիզվով։ Գիտեք ինչի, որտեվ Ծաղկաձորում եմ, այստեղ օդը շատ մաքուր է ու ինձ մանկությունս կհիշեցնե գեղնոր մեր այսպես բնություն կար, այսման բաներ կային, հիշեք որ գնեինք այսպես իննանի դե խորոզ գդառներ։ Կուզեմ ասել որ կարծել եմ սաղիթ շատ կուզեմ քալ ախրքելակ պասպորտս եղել է կամ դի օր վերցնեմ, բայց ժամանակ չունիմ որքան։ Բայց եթե իմ հետևորդներուս մեջ կան zemlякներ, իսկ վստահ եմ որ կան zemlякներ, կուզեմ ասել ձեզի լավ օր, սիրեմ գսաղուտ շատ։